իսկականից շատ հարուստ փորձի մասին այս ոլորտում, բայց իմ հարցը այլ է։ Դուք նաև հայուհի կենտրոնում մեծ գործունեություն եք ծավալել։ Ես կուզենայի դուք խոսեիք ինչ ներդրել, ինչ խնդիրներ եք բարձրացրել, ինչ գործունեություն եք ծավալել այդ կենտրոնում եւ ինչ նպատակներ եք հետապնդում միավորելով բազմաթիվ տարբեր կանանց այդ մի հարկի տակ այսպես եւ ինչ արձագանքներ եք ստանում այդ կանանցից, նրանք ինչ են ակնկալում, ինչպես են տեսնում իրենց ապագան առհասարակ Հայաստանում, գոհացնում են նրանց վիճակը այսօր Հայաստանում, ինչ որ կա այս ոլորտում իրականում ես կարծում եմ որ անելիքները ավելի քան շատ են եւ դուք ունեք մեծ ներդրում այս հենց հարթակում այնպես որ շատ կցանկանայի մի քիչ ավելի գործնական խոսեիք, որ ուղղություններով էիք աշխատում, որ ուղղությունների կան թերացումներ եւ ձեր առհասարակ պատկերացումները, ինչ ծրագրեր պետք է իրականացվեն, որ ունենանք զարգացումներ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ շատ։ Հարգելի գործընկերներ, խնդրում եմ, լռեք։ Խնդրեմ, շարունակեք։ Տիկին Հովսեփյան, հատուկ շնորհակալություն այս հարցի համար։ Հայուհու մասին միշտ խոսել եմ եւ կխոսեմ սիրով։ Հայուհին ծնվեց մեծ երազանքից, քանի որ հիմա բաներ եմ ասելու, որ տղամարդկանց դուր չի գալու, բայց ինչ արած։ Տարիներ շարունակ ղեկավարելով մեծ թիմ, միշտ նկատել եմ, թե կանայք ինչքան փորձում դիվանագիտական պատասխանել տղամարդկանց չնեղացնել, ինչքան արդյունավետ կարող են լինել ու ինչքան բազմախնդիր։ Որ կանայք բոլորը գիտեն, չէ՞, որ իրենք միաժամանակ մի քանի խնդիր հեշտությամբ լուծում են, ինչով քիչ տղամարդիկ կարող են։ Շատ լավ։ Ամենայն հարգանքով մեր բոլոր տղամարդկանց նկատմամբ բնականաբար խոսքիս մեջ հումորի բաղադրիչ էլ կա ու քանի որ նկատում էի թե կանանք իրականում ինչ մեծ պոտենցիալ ունեն ու եթե հնարավորություն են ունենում ոնց են կարողանում արագ ռեալիզացվել ու տարիներ շարունակ միշտ լսում էի որ իմ շրջապատի կանայք ասում են դե քեզ հեշտ է դե քո բախտը բերեց դե եւ այլն այդ բախտը բերելու գործոնը ուզում էի դնել ու տեսնել մարդիկ ինչքանով են օգտվում այդ բախտը բերելուց Այդպես ծնվեց հայուհու գաղափարը, սկսեցինք ոչ ֆորմալ կրթություն կազմակերպել այն կանանց համար, ովքեր ցանկանում էին նոր գիտելիքներ, հմտություններ ձեռք բերել։ Առաջին հերթին իրենց համար, երկրորդը որպեսզի ռեալիզացվեն աշխատաշուկայում, շատերին պարզապես իրենց կենցաղից դուրս գալու, իրենց կյանքը մի քիչ ավելի բազմազան դարձնելու համար ու ի ուրախություն հայուհու բոլոր շահառուների պիտի ասեմ, որ գաղափարը շատ լավ ընդունվեց ու մենք շատ արագ ունեցանք 3 գործող կենտրոն Երևանում եւ մարզերում ու շահառուների մեծ խումբ, որոնցից շատ արդեն ունենք հաջողության պատմություններ, որ մարդիկ մեզ մոտ սովորած օրինակ ինչ որ վարպետաց դասերից հետո իրենց փոքրիկ բիզնեսներն են բացրել։ Ես հիշում եմ, որ Վարդենիսում մի կին եկել էր դասի ու ասում էր ես իմ կյանքի առաջին 15000-ն եմ աշխատել, ես հուզվել էի այդ պատմությունից, կամ կանայք գյուղերից գալիս էին, ասում էին օրհնվեք դուք, որովհետև վերջապես տնից դուրս են գալիս ու մեր տարիներով պահարաններում կախած հագուստը հագնելու հնարավորություն ունենք, այսինքն ինձ թվում է դա հարցեր է առաջացնում թե նույն այդքան մեր գովազդվող հնայի շրջանակներում թե դրանից ինչքանն է բաժին հասնում Երևանին, ինչքանը մարզերին, ինչքանով են մարզերը այս տնտեսական ակտիվությունը իրենց վրա զգում, ես գնում եմ մարզեր, գյուղեր ու բոլորովին այլ բան եմ տեսնում ու հայուհին շատ հազարավոր կանանց համար հատկապես մարզերում ուղղակի հույսի շող է Եթե մեր գործընկերները հասցրել են հետևել իմ Facebook-յան էջերին, վստահաբար հայուհու էջին են տեսել։ Թողենք արձագանքի, հետո կշարունակեք, արձագանք Տիկին Հովսեփյան։ Ինձ ստիպեցիք հիշել եւս մի քանի դրվագ, երբ որ հայկական ընտանիքի առհասարակ արժեքների մասին, երբ որ մենք խոսում ենք,
երբեմն նաև խեղված պատկերացումներ կան, որոնք որ արհեստականորեն գեներացվում են, որովհետև օրինակ ինձ թվում է իմ թիմակիցներն էլ կարող են փաստել, որ գնում էինք մարզեր, տղամարդկանց, որ հարցնում էինք ինչ խնդիրներ կան բարձրաձայնեք, ասում են մի փոքր գործարան կարող եք բացել, որ մեր կանայք աշխատեն։ Այսինքն այդ տղամարդիկ հետաքրքրված են նրանով, որ իրենց կանայք աշխատեն, ռեալիզացվեն եւ կայանան նաեւ որպես մասնագետներ, եւ դա ինձ միանշանակ միշտ ուրախացնում էր եւ վերջում ես ուզում եմ ասել, որ շատ ուրախ եմ, որ դուք եւ ես մի թիմում ենք, ես հիանում եմ, որ դուք որպես կին կայացած եք ձեր մասնագիտական դաշտում, երկու երեխաների մայր եք եւ այդ ամենը կարողանում եք համատեղել եւ համոզված եմ, որ կարող եք լինել որպես օրինակ շատերի համար։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ շատ Տիկին Հովսեփյան, այո, մի ձեր խոսքից կարևոր բան դիտարկում կուզենամ անեմ, հայուհու արժե համակարգի հիմքում հայկական ընտանիքն է, հայկական պահպանողական ավանդական արժեքները, հայ առաքելական եկեղեցին, ազգային մշակույթ, երկպար, այնպես որ հայուհին, այո, մասին առանց պիտի իհարկե դժվար է խոսել։ Շնորհակալություն։ Տիգրան Աբրահամյան։